կարծես թե վարչապետը այն որ ասում են շտաբի դանդաղ, այդ չի նշանակում փոփոխություններ չեն լինի, բայց այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է Հայաստանը եւ օբյեկտիվորեն եւ աշխարհը, նաեւ տարածաշրջանը, իրեն զգուշավորություն է հաղորդում, ինչքան ես շփվել եմ, այդ բնավորությունը նա ունի ավելի շատ հաշվել, իհարկե դա ճիշտ չի լինի, որ դա ստագնացիայի տանի, չի տանի, ես ենթադրում եմ, որ որոշ ժամանակից հետո այն նոր փոփոխություններ կանի, ինչու, որտեղ հիմա խնդիրը այսպես ասեմ, Մոսկվայի ստրուկների ապստամբության ճնշումն է, բարձ է, դա չի խնդիրը, կառավարությունը կա, աշխատում է, ու հետո կփոխեն ինձ թվում է, բայց դրանից ավելի ես ուրիշ բան կուզենայի որ աներ, կառավարության կառուցվածքը պիտի փոխվի, հետո մարդիկ նոր նշանակվեն համապատասխան տեղերում, օրինակ, ասեմ, հիմա չգիտեմ կընդունեն թե չէ, որտեղ իրենք են, մենք պիտի միշտ ընդունենք, որ ովքեր որ պարլամենտական ընտրություններում հաղթում են, նրանք էլ ձևավորում են իրենց կառավարություն եւ դա իրենց բացարձակ իրավունքն է, որը մեկի գործը չի, իրենք մանդատ են ստացել, ինչպես ասում են ժողովրդից, բայց ճիշտ է նաեւ բարձ է որ նաև վերլուծողներ, դաշնակից կուսակցություններ, ՀԿ-ներ եւ այլն այս բոլորը պիտի հաշվի առնվի, բայց գորից իրենք են, մի խոսքով, հիմա ինչ կուզենայի որ մենք մշակույթի նախարարության վերականգնման խնդիր ունենք, ինչու, որտեղ մշակույթը մեր ժողովրդին բնորոշող հիմնական բաղադրիչն է, այսինքն այն որ ասում են ով է հայը, այսպես ասեմ, եթե նկատի չունեն մշակույթը չարենցներով, նարեկացիներով եւ այլն փիլիսոփայություն, հայ ժողովրդի իմաստը դադարում է լինելուց, ինքը աշխարհին հայտնի է որպես մշակութային ժողովուրդ, սա ինքնին, ամեն ժողովուրդ չէ որ մշակութային ժողովուրդ է, մենք ստեղծած ժողովուրդ ենք ու ստեղծագործելու ենք ինձ թվում է, երկրորդ մասը կա, արդեն քաղաքագիտության հայտնի բանաձևը կա, որ այստեղ նաև քննել ենք, դա պահանջ է նաև, որ մշակույթը ինքը փափուգուժ է, հզոր փափուգուժ է, օրինակ Հայաստանի քրիստոնեացումը պետականորեն կրոնի վերածվել է, եթե մեկը հիմա հաջողություն ունենար Կալիֆոռնիայում, օրինակ, որտեղ Հոլիվուդում էլի, այդ շրջանի վերաբերյալ մի շքեղ ֆիլմ նկարահանվեր եւ ոչ թե այնտեղ բանում այդ Հոլիվուդի բարձունքներում նստեին, այդպես երուստացույցներ միանային, թե փտած ցար ինչով է զբաղված եւ Հայաստանին հակադրվեին։ Ես կոչ եմ անում, որտեղ մենք այդ ուժերն ունենք։ Ուրեմն դա կլներ ավելին, քան բանակի ուժն է, երբեմն։ Դուք հիշեք թուրքական են վելիկա հրաշալի բան ինչպես էր գոչվում դարը, ինչ արեց, թուրքի կերպարը փոխեց աշխարհում, այդ մեկ, երկրորդը մենք ունենք այդպես, որտեղ մենք ագուխներ պիտի մաքրենք, որ իմանա հաջորդ իմանայինք ով է, ինչ է քրիստոնեությունը, այս ուզուրպատորն է, ռուսական ծառայության կաթողիկոսներ, եպիսկոպոսներ, մենք միաբնակ ենք, երկաբնակ ենք, ինչու ենք միաբնակ, կաթողիկոսը եւ ուրեմն արքեպիսկոպոսները գիտեն ինչ է նշանակում, ինչպես է դա ձևակերպել Օձնեցի կաթողիկոսը, որը համաշխարհային կրոնագիտության մեջ բացառագույն կետ է սահմանել, ով են, գիտենք, չգիտենք, որ Հայաստանը իր փառքի մշակութային գագաթին հասել է Բագրատունիների ժամանակ եւ այդ դարերում համաշխարհային մշակութային կյանքին տվել է, ոչ թե վերցրել է։ Հիմա ուզում եմ ասել, այս մշակույթի նախարարության գործն է։ Եվ մնացած, օրինակ, ես շատ եմ, նույնիսկ Կիմ Քարդաշյանին մի անգամ նամակ գրեցի, չգիտեմ ստացել է թե չէ, դեռ կապը չեղավ, այն ժամանակ էլ դեռ եւ չէր եղել այս պարտությունները, մենք էլ հոգեբանական այս վիճակում չէինք, բանակը կանգնած էր հորադիզում եւ այլն։ Հենց դրա հետ կապված բաներով գրել է մի նախաձեռնեք Արտաշե Սարգսյանի եւ օրինակ Սաթենիկի սիրո մասին մի հատ բան հանեք, էլի մի հատ նման մի բան,
որ աշխարհը տեսնի ով է քաղաքագրություն բերել, ով է ինչ եւ այլն։ Սա փափուկ ուժ է գոչվում soft power, հասկանում եք։ Ահա դրա համար մշակույթի նախարարությունը պետք է անպայմանորեն իմ ենթադրությունով, եթե մենք հասնենք սա առաջին խնդիրներից մեկն էր, որ պետք է առանձնանա։ Չի կարելի այդ կոնգլոմերատի մեջ մի հոգու դնել, այս հարցը մեզ համար բացառիկ հարց է։ Երկրորդ մասն ասեմ, կառավարության կառուցվածքի փոփոխության մեջ մենք ունենք սերունդների արագ վերափոխման հարցը։ Հիմա ասում են այս հարցը կա, այս Facebook-յան image-ը ոնց որ հետաքրքիր բան ուներ, ինչպես նաև ձեր երևի հավանաբար, որ սերունդները պետք փոխվել բան, ժամանակ չունեն, եղբայր, քույր, հայ մարդ, ժամանակ չկա, սերունդներ փոխվեն, հիմա ինչ եք ուզում, տանկերի տակ, յաթաղանի տակ մնալուց հետո ուզում եք այդ ամենացյան կնիքը վերեկներս կրվի, ինչ է պետք, շատ արագ զարգանալ է պետք, վերափոխվել է պետք, որովհետեւ մենք կարողանանք թրիփ իրականացնենք, այդ ռուսներին մի նայեք սրանց ստրուգներին, դա Հայաստանին տեխնոլոգիան թռիչքի ապահովություն է տալիս, հիմա անելու ենք թե չէ, դրա համար ինչ է պետք, սերունդների վերադաստիարակությունը մեր շատ հեշտ ասեմ ինչու, որտեղ իր գենետիկան ընտեղ է, դրթատների մոտ է, սովետականի մեջ չի, ռուսականի մեջ չի, թուրքականի մեջ չի եւ այլն, մաքրվել է, ինչ է պետք շտապ, կրթական համակարգի վերափոխում է պետք, առաջինը, ես կարծում եմ, որ այդ ուրեմն, ինչ ասենք, Մսուր մանկապարտեզից մինչև դպրոցը ներառյալ լուսավորության նախարարության պիտի պատկանի։ Սա գիտությունից պետք է առանձնացնել, պիտի լինի կրթություն եւ դաստիարակություն, չէ՞, նորմալ իմաստով վերականգնելով մեր արժեքները, որոնք հրաշալի են։ Բայց ուրեմն սա մեկ, երկրորդը այ բարձրագույն կրթությունն ու ուրեմն գիտության նախարար եւ տեխնոլոգիաների նախարարություն պետք է առանձնացվի, որը զբաղվի այդ նրանում ինչ որ արդեն մնում է եւ որովհետեւ ինչու մեր արտադրողական ուժերը թույլ են զարգացած նախ ծերացած է ազգաբնակչությունը կրթական ցենզը շատ ցածր է այն որ ասենք տասնյակ քաղաքագետ դիպլոմ կա տեխնազուբան դատողությունները նայում ես զարմանում ես սրանք հասարակագիտություն կամ այն միջնակարգ դպրոցի ծրագիր ստեղծագործաբար չեն կարողանում իրականացնել այդ այդպես չի որ այսքան կա քանակը չի հիմա ուզում եմ ասել այս ոլորտը գիտություն տեխնոլոգիաներ եւ ուրեմն այդ զարգացումներ այս մասը Պետք է առանձնացվի ինչի համար արտադրողական ուժ գիտությունն է հիմա եւ երջանիկ բան է իր եթե դա լինի դրա համար այս նախարարությունը գեր զարգացած պիտի լինի սպասարկի լավ համալսարաններ տեխնոլոգիական մշակումներ ֆիզիկա քիմիա եւ այլն այսպես թե այսինքն սա պարտադիր պիտի առանձնացվի որովհետեւ մենք հետ չմնանք, խոսքը հիմա շատ հետ մնալու մասին է, մի քիչ հետ ենք մնացած, շատ հետ մնանք, թե չէ, մենք այդ պետք է ջարդենք եւ հասնենք մանավանդ համաշխարհային հանրության հետ հարաբերությունների իմաստով մեզ հաջողվել է 4-5 տարին դուրս գալ միջազգային ասպարեզ, դուք հիշում եք, ես իշքան էի ասում, որ հիմա հիշեցնեմ, որ Փարիզում ճիշտ կլինի հայ միջուկագետների համաշխարհային ֆորում կազմակերպել, հայ, Երևանում պետք չէ, բայց անցած տարի այդ ֆորումը եղավ, արդեն անցած է, ինչ եմ ուզում ասել, այս այդ նախարարությունը պետք է շուրջը համախմբի հայ մտածող միտքը, ստեղծագործող, ոչ թե դոկտոր տեխնազու, որը այդ ամեն ինչը կա, էլի, լաքած, սարքած, կաշառքը տված կամ մերափած տգիտության վրա այս բոլորը պետք է շարունի եւ մենք պետք է հետո այս դրա ոչ թե անընդհատ քննել թուրքերը մեզից ուժեղ են կուտել ռուսները ուժեղ են կուտել հա չպետք է հա ուժեղ են կուտեն բայց աշխատի զարգացի որ չուտեն դու այդ ուտելու բան ունենաս հասկանում եք այսինքն այս ոչ թե պիտի մտածել ականջի հետևից բռնած ձևով այլ ինչպես հասնել եւ ապահովել որի հետ հարաբերվելը ձեռնդու լինի պետություններին ստանալը դրա համար կարծում եմ որ այդ նախարարությունը որ կա այդ հսկա
Պիտի երկու մասի բաժանվի եւ այդ կրթության լուսավորությունը չպիտի ոչ մեկը ձեր տա դարերով պետք է մեզ դաստիարակություն մինչեւ գիտնական կլինի բժիշկ կլինի բանվոր կլինի չգիտեմ ինչ եւ անան այսպեսի բաներ կարծում եմ որ հիմա քանի որ վարչապետն ասեց կառավարությունը չի փոխվելու այսինքն բաների իմաստով ճիշտ կլինի որ ճիշտը որը կլինի մի հանձնախումբ կամ կառավարությունը ինքը այդ հարցերը մի քանի ամիս քննի մեր առաջարկներն էլ դիտի կառավարման համակարգն այդ գիտության պետական կոմիտեն զուգահեռ ինչու է գիտության չգիտեմ ես չեմ ասում փակեք կամ միացրեք պետք է թե չէ այս ակադեմիական բուհերը պիտի միացվեն ում են միացվելու ում չեն միացվելու ինչ բարձություններ կան դրանց ադմինիստրացիաներ այսօրվա պահանջներին համապատասխանում են, չեն համապատասխանում, այսինքն ճիշտ կլինի, որ մի 5-6 ամիս այս ոլորտը, որտեղ առանց գիտության բարձ է տեխնոլոգիայի ոչինչ չի լինելու։ Ուզում եմ ասել, որ նորմալ է, որ եթե այս տեսակետով է, նորմալ է չշտապելը, որտեղ հիմա այս վիճակում էլ սահմանադրական դատարան, էլ Մոսկվայի ռեզիդենտուրա, էլ Կոպիրկին, էլ Կիրիենկո այս շրջանում թող կառավարությունը մի հատ այդ անցումը ապահովի, բայց քննելու այդ մենք պետք է սովորություն ունենանք ցանկացած հանգամանորեն քննելու հավես ունենալ։ Գյուղնախարարության մասին ինչ կասեք։ Գյուղը քանի որ կառուցվածքի մասին ենք խոսում, օրինակ երևի թե ես օրինակ մի առաջարկել ունեմ ասել։ Ես կարծում եմ, որ Հայաստանում էկոնոմիկայի նախարարություն պիտի ստեղծվի, այդ արդեն գյուղ եւ այլն, չէ՞, բայց պիտի քննվի եւ էկոնոմիկայի նախարարը պիտի ստանա վիցե ուրեմն վարչապետի պաշտոն, փոխվարչապետի պաշտոն, նրա դեր բարեն անվտանգություն բաներ դա շատ լավ կլներ, եթե այդ էկոնոմիկայի նախարարը լիներ փոխվարչապետ, ոչ թե երկու չգիտեմ ինչ, իմ կարծիքն այդպեսին է, մի վարչապետ եւ մի փոխվարչապետ էկոնոմիկա, ինչու մենք բարձ է որ խաղաղ զարգացման մի շրջան ենք անցնում, հիմա թող պաշտպանության նախարարությունը իրենք իրենց գործն անեն, շատ արագացված դեմբերով, բայց ուրեմն մենք տնտեսական թռիչքի կարիք ունենք, առանց դրա չի լինելու, որպեսզի լիազորություններ եւ այլն։ Տեսեք, այսպիսի առաջարկներ, հիմա ընդ որում իմ ասածները աշխարհի լավագույն պետությունների փորձից են բխում, ես իզնից սովորություն չունեմ, այն բաները, որ ուրիշներ լավ հաջողել են, ուրեմն այդտեղ ուրեմն ուրիշ բաներ անեմ, այնպես որ եւ այսպես նորմալ է։ Եթե կառավարության այդ կառուցվածքի փոփոխությունը չի լինում, պարոն Շիրինյան, ինչ առաջընթաց ենք ունենալու։ Կառուցվածքի փոփոխությունը պարտադիր է։ Կայով, առանց գիտեք փիլիսոփայությունը, առանց մշակույթ, առանց գիտություն բանը նայեցեք ձև եւ բովանդակությունը իրար հետ պետք է ներդաշնակ լինեն։ Մենք պետք է սովորենք այն բալանսը, հաշվեկշիռ ամենտեղ պահենք, ընտանիքում ծախսերի մեջ, պետության ծախսերի մեջ, դա բոլոր բալանսի վրա է։ Երբ որ բալանսի վրա չի լինում, ամեն ինչ վարի է գնում, կամ ենք։ Հիմա դրանք պիտի նման բաները լուծվեն եւ երևի թե պիտի նայել աշխարհի լավագույն պետությունների փորձը նայել, օրինակ այնպիսի պետություններ, որոնք խոշոր չեն ծավալով, բանով, բայց շատ արդյունավետ են։ Իսրայելի կառավարության կառուցվածքը, Թայվանի կառավարության կառուցվածքը, Գերմանիան ես ասեցի վիցե-կանցլերը, էկոնոմիկայի նախարարը, երբ որ նրանք ապահովեցին, Էրհարդը ապահովեց, այսպես ասեմ, Ադոնայուրի առաջադրանքը, հենց նա ուներ այդ լիազորությունները եւ նա կարող է, այսինքն իմ ասածները բոլորը փորձի հետ կապ ունեն։ Պետության եթե մշակութային պետություն ենք ուզում, մի հատ պետք է ուշադիր Ավստրիայի այդ հշկեղ բայց մեծ ծավալներով մեր նման, բայց մշակութային պետության, ուրեմն այդ բանը պետք է լինի, էլի։ Մենք օպերային թատրոն ունենք, նայեցեք։ Մենք Տոլմայի, այդ բանի կոտլետի, այդ որգրամո դեմ չեմ, բայց այդ որգրամորության փառատոները շատ բաներ չեն տալիս։ Տեսեք ինչ է, Զարցբուրգում ամեն աշուն ուրեմն դասական երաժշտական բաներ է, բայց մեր նախարարությունը չի կարող կազմակերպել
ասենք նարեկացի եւ այլն նման բաներ ես այնքան մտածումներ ունեի բայց դե ժողովուրդը ընդ որում ասեմ որ երեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Ալխազ Ղազարյանն էր իմ հյուրը եւ ինքն ես երբ հարց ուղեցի որպես արդեն նորընտիր ազգային ժողովի պատգամավոր ինչ ունեք առաջնահերթ ձեր ծրագրերում ինքն ասեց հենց մշակույթի հետ կապված հարցեր պետք է բարձրացնեմ այս արդեն Ալխազ Ղազարյանը այնպես որ իրենց ներսում էլ ըստ երևույթին արդեն կա այս ամենը գուցե այսքան տարի ասում եմ մշակույթը փափուկուտն է ուժ ռումբի նման ուժ է մշակույթը ներկայացնել ուժ է երկրի տեսքը դուք հիշեք ամերիկա փոխնախարարը Վենս եկավ ինչ ասեց քրիստոնեական ծնունդի վայրն է Ես հայությունը վախենում է դրա մասին խոսելուց կաթողիկոսը թողել օտար պետության շահերի սպասարկման ոլորտում կաթողիկոսին դու абսուրդ է հասկանում եք որ մտածել ես որ մարդ մնում է մի սենյակում մտածում է գրեթե խելագարության բաների է գալիս դուք տեսեք իմ ասած այն որ տեխնոլոգիան ասեցի այդ գիտություն աշխարհում ում հայտնի չի որ գյուտարարներ ես նկատի չունեմ Են կուսակցության փտած կառույց իր ագումբում։ Դե հերերն էլ անիծած ինչ անում են անեն, թող Պուտինի երկեն մնան։ Հիմա տեսեք, ինչ կա առանց բանի պետական բանով, ենթադրենք այդ նախարարության օգնությամբ, տեխնոլոգիաներ, ուրեմն փիլիսոփայություններ, աշխարհում է, քայլությունը, պատմագետներ, բայց այս հումանիտարը հələ թողենք մի բան։ Այդ բանականություն եւ այլն, էլ սիլիկոնային հովիտ, էլ Գերմանիայում գիտնականների միավորում, Ֆրանսիա, Ազնավուրի Ֆրանսիա, Ազնավուրի Հայաստան, Միչուկ եւ այլն, ինչ ասեմ ձեզ։ Մեր երկրում քիմիայի ֆակուլտետ ընդունողներ չկան։ Պատկերացնում եք։ Հիմա նայեն Զելենսկին ինչ անում, չոքեցրել է գիշատիչին, չոքեցրել է, չգիտեմ որ բունկերը մտնեն, որ փրկվեն։ Բենզինից զրկել է, հիշում եք որ ասում է Ռուսաստանին առնակամ են անում, առնակամ, բացել են երակը թափում են։ Տեսեք, հիմա այդ մարդ ինչ ասես, ինչքան ասես։ Մշակույթը փափուկ ուժ է, soft power ուժը երեք է լինում աշխարհում։ Կոշտ ուժ Դա ձեր բանակն է, անվտանգության ծառայություն, էկոնոմիկայի հզորություն եւ այլն, սա կոշտ ուժն է, ինչ որ կա։ Կա փափուկ ուժ, որը քաղաքական մշակույթն է, արժեքներն են, պատմական փառահեղ անցյալն է եւ այլն, այդ ինչ որ ուրեմն մշակույթի մասին է խոսքը եւ ես ամեն տարի, քանի տարի է գնում եմ բանից Ուրեմն խորվիրապից հաղորդում եմ տալիս, մինչև Վենսը եկավ, որ սա է Հայաստանը, մի հատ երթուղային բան սարքեն էլի, հյուրերին տանեն ցույց տան դա, հերիք է էլի, ուտել խմել ուտեղերը ուղեկցեն, Եվրոպան բացվել է, բոլորին տարեք խորվիրապ եւ հայհարկ է, ուրեմն էս էլ ուժ է եւ կա նաեւ դրա Ջոզեֆ Նայն ասում է համադրումը, երբ որ փափուկը եւ Կոշտ ուժը միացնում եք, ստացում է smart power, խելացի ուժ, ինչ ասեմ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ստրատեգիան վերցրեք եւ ապրեք։